Նախ եմ առաջ ասեմ, որ սահմանային իրավիճակը վերահսկվում է հայկական բանակի, մանավանդ պաշտպանության բանակի զինծառայողների կողմից, չկա որևիցե մի իրադարձություն, որ համարժեք դեռ ավելին պատասխաններ չտանք։ Գիտեք, որ վերջի իրադարձությունը մարտի 19-ի իրադարձություններն էին, երբ հայկական ստորաբաժանումները պաշտպանության բանակի այն դասակը, որը որ գտնում էր անմիջապես պաշտպանության գոտում, ուղղակի բարձր մակարդակով զինծառայողների հերոսությունների անձնուրացության շնորհիվ կարողացան հետ մղել հակառակորդին, վնաս պատճառել եւ հնարավորություններ ստեղծել, որպեսզի հիմնական ուժերը գան եւ տեղում պատժեն հակառակորդին, հարցերը լուծեն։ Այսօր իրավիճակը վերահսկվում է։ Գիտեք, անընդհատ անդրադառնալ առաջի գծին, կարծում եմ, որ անհրաժեշտություն չկա, որովհետև հայկական բանակը այսօր այնպիսի պատրաստություն ունի, որ ինքը վիճակի է ինքնուրույն այդ խնդիրները լուծելու։ Երբ անհրաժեշտություն լինի, որպեսզի մեր կողքին գտնվեն մեր վետերանները, երկրապահները, անհրաժեշտություն լինի արձագանք ակնկալել այլ կազմակերպություններից, հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, երևի թե այդ որոշման համար ռազմաքաղաքական ղեկավարությունը համապատասխան այսպես ընթացքավորում կիրականացնի։ Մենք մեր առջև դրված խնդիրները պատշաճ կերպով իրականացնում ենք։ Ինչ վերաբերում է զինծառայողի անցմանը, այդ տեսահոլովակը կարելի ասել, որ այսպես պատրաստված մեր հակառակորդի կողմից պատրաստված տեսահոլովակ էր, այդպես չի եղել, որովհետև այն պահին, որ ինքը լքել էր, մեր զինծառայողներից մի քանիսը տեսել էին, թե ինչպես է ինքը արագ վազում եւ չի ստացվել կանխել, որովհետև պատճառը պետք է գտնել նրա ընտանեկան պայմանների մեջ։ Հիմա անկասկած ծառայական քննություն է նշանակված եւ նաեւ քրեական գործ է հարուցված, ընթացքում ամեն ինչ կպարզաբանվի։ Եթե մենք կարողանանք, քանի որ ինքը այստեղ չէ, ընտանիքի միջոցով, նրա մերձավորների միջոցով, այդ ստորաբաժանումների անձնակազմի միջոցով բացահայտել իրողությունը, անկասկած մենք մեր հանրությանը կտեղեկացնենք։ Ճնշումներ են ինչ-որ եղել, ու ինքը միշտ դժգոհել է ինչ-որ։ Ուրեմն, եթե ճնշումներ եղել են, ապա ընտանիքում են եղել ճնշումներ։ Ես նախնական կարող եմ ասել, որ հարաբերությունների մեջ լարվածություն է եղել իր եւ իր ծնողների, ամեն ինչ կբացահայտվի։ Եկեք այսօր զբաղվենք, չզբաղվենք այդ կանխատեսումներով։ Վատ վերաբերմունքը բացառում եք, պարոն նախարար։ Բացառում եմ սպաների կողմից վատ վերաբերմունքը, որովհետև ինքը պայմանագրային զինծառայող է, առանձին փոքր ստորաբաժանումում է ծառայել, այն էլ ականանետային ստորաբաժանումում, որը որ զբաղված է մարտական ապահովմամբ, այդ ստորաբաժանման մեջ պայմանագրային զինծառայողների ընդհանուր կոլեկտիվներում միջանձնային հարաբերությունների խախտումներ շատ քիչ են լինում։ Արևանգման տարբերակը եւս բացառում եք, այսինքն, որ դեպքերից միգուցե զինվորին արևանգման տարբերակը եւս բացառում է։ Բացառում եմ, որովհետեւ 15 րոպե առաջ այդ վայրում հենց Զորամասի հրամանատարությունն է եղել եւ Գոյամարտ հերոստացրագիրն է եղել, որոնք որ միջոցառումներ են իրականացրել առաջի գիծը լուսաբանելու ուղղությամբ։ Այն ինչ կատարում է մեր հարևանների մոտ, անկասկած գտնում է մեր վերահսկողության ներքո, ոչ միայն մեր, այլ նաև միջազգային կառույցների կողմից տված տեղեկությունների հիման վրա։ Չգիտեմ որքանով է ավելացրել մեր հարևանը իր կարողությունները սպառազինության եւ ռազմական տեխնիկայի քանակական առավելությունների մեջ։ Այդ սպառազինությունը պետք է պատրաստ լինի եւ պետք է կիրառվի, դրա համար պատրաստ անձնավորություն է պետք եւ այդ անձնավորությունները պետք է գաղափարապես եւ այսպես նաև պրոֆեսիոնալ առումով պատրաստ լինեն իրենց երկրի պաշտպանությանը եւ այն կիրառելուն։ Անկասկած քանակական տվյալները մեզ մտահոգում են, բայց մենք տեղեկություններ ունենք, որ նաև այդ սպառազինությունը որոշակի ժամանակ է պետք, որպեսզի դրանք կարգի բերվեն, յուրացվեն անձնակազմի կողմից։ Բազմիցս անգամ ասվել է, յուրաքանչյուր
երկրի կողմից սպառազինություն, որը որ վաճառում է մեր հարևաններին, հանձինս Ադրբեջանի, մեզ մտահոգում են։ Մենք այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ տանում ենք։ Կարծում եմ, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հենց այնպես տեղում չի նստում, իր մտահոգությունները արտահայտում է։ Գիտեք, այն լարվածությունը, որ այսօր գոյություն ունի Հայաստանի Հանրապետության սահմաններում եւ նաեւ շփման գծում, կարծում եմ, որ այն շարունակվում է եւ Ադրբեջանի այսպես հետեւողական ավելի լարված դարձնելու քաղաքականության շնորհիվ է մի քանի խնդիրներ լուծելու համար։ Բազմիցս անդրադարձել եմ այդ խնդիրներին, որոնք որ եւ քաղաքական, եւ տնտեսական նշանակություն ունեն եւ նաեւ կապված են այս տարվա Հայաստանի Հանրապետությունում մեր 100-ամյա միջոցառումների շրջանակներում միանգամից ակնկալել, որ եվրասիական տնտեսության մեջ մտնելը միանգամից մեր անվտանգության հարցերը ամբողջությամբ կլուծի, իհարկե չի կարելի, բայց մյուս կողմից չանդամակցելը համապատասխան համագործակցություն չունենալը մեր ռազմավարական գործընկերոջ, հատկապես Ռուսաստանի Դաշնության հետ, որը հանդիսանում է նաև մեր անվտանգության ապահովման երաշխավորներից մեկը, հատկապես Թուրքիայի կողմից, դա նշանակում է, որ չմտածել ապագայի մասին։ Ես ասել եւ այսօր էլ կրկնում եմ, Ադրբեջանի հետ մենք որևէ մի խնդիր չունենք, իսկ մեր ռազմավարական գործընկերը ավելի գլոբալ առումով է մեզ աջակցում անվտանգության խնդիրներին։